Բարև ձեզ։ Ես Նարեկն եմ Ամիրխանյան եւ մեր գործընկեր Ամոնձի Ակբայի հետ շարունակում ենք մեր փողամասին հաղորդումների էպիզոդները։ Այսօր առաջին անգամ ունենալու ենք մեր երկրորդ ֆորմատը, որտեղ հրավիրում ենք հյուր եւ խոսում ենք իհարկե փողի մասին։ Այսօրվա մեր հյուրն է Այբ կրթական հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի նախագահ եւ ներդրող Արամ Փախչյանը։ Արամի հետ զրուցել ենք ներդրումների, ռիսկերի, փող աշխատելու, խոսել ենք ինչպես ճիշտ դաստիարակել երեխաներին, որպեսզի ապագայում խնդիրներ չունենան փող վաստակելու կամ փողի հետ ճիշտ հարաբերվելու, փողի մշակույթի եւ նաեւ ինչ ենք առ այսօր ամաչում գումար աշխատելուց կամ գումարի մասին խոսելուց։ Արամ ջան, ո՞նց ես։ Լավ, Նարեկ ջան, դու ո՞նց ես։ Լավ, մերսի շատ, որ համաձայնվեցիր մեր առաջի հյուրը լինես այս նոր ֆորմատի։ Ստեղ խոսում ենք փողի մասին։ Արդեն 2 էպիզոդ նկարել ենք, որտեղ խոսել ենք ծախսերը գրելու, բարձիկ ստեղծելու համար մասին անվտանգության։ Ոնց հետաքրքիր է, դու քո ֆինանսական կյանքին ուշադրություն դարձնում ես, հետևողական ես այդ հարցերում։ Դե ես ստիպված եմ հետևողական լինել, որովհետև իմ ֆինանսական կյանքը բավականին բարդ է։ Ինչ առումով։ Ես տարատեսակ ներդրումներ ունեմ արած ու այդ ներդրումների հետ կապված լիքը բան ունեմ անընդհատ մտածելու, նայելու, հետաքրքրվելու։ 3 venture-ային ֆոնդերում ունեմ եւ ուղիղ 2 ներդրում ունեմ արած, ուղիղ ընկերություններում։ 3 venture-ային ֆոնդերում դա միջնորդված ներդրումներն եւ 2 ընկերությունում ես ունեմ ուղիղ ներդրումներ։ Այդ առումով արդեն իսկ դա բերում է նրան, որ իմ ֆինանսական իրականությունը բարդ է։ Միայն 2 հաշվով մի բանկում չի ավարտվում, էլի։ Չեմ ասում, որ ես նաև այսպես թե այնպես պատմականորեն Ռուսաստանում եմ ապրել նախկինում, այնտեղից է գալիս ինչ որ փոչեր պոզեր եւ իմ հարկային այս բանը վերջի պահին եմ հանձնել հայտարարագիրը, որովհետեւ համտածում էի բարդ է լինելու, ինչ որ բաներ էի լսել լիքը, որ բարդ է լինելու, բայց չէ, դու միասին Չեղակին հեշտ էր։ Մենք իմ հաշվապահի հետ նստեցինք, ինչքան էր 15 րոպեում սա արեցինք վերջացրեցինք։ Ինձ էլ տևեց երևի մի 30 րոպե, մի անգամ ու եւս մի 15 րոպե մի այլ անգամ, որտեղ մի քանի բան հասկացա, որ սխալ է արել, մնացի շտկեցի եւ հաղթեցի։ Ես քանի որ անցած տարի հանձնել էի, արդեն ոնց որ առաջ անցել էի դրա մեջով։ Դե ինձ ասացին որ փոխվել, ես էլ անցած տարի հանձնել։ Ես մոռացա այս ախր, նաեւ մի ինչ որ մի հատ ընկերությունում եմ համահիմնադիր եմ։ Իրականում էլ ավելի բարդ է վիճակը։ Այդ պատճառով անցած տարի պիտի հանձնեի։ Իսկ դու որ փիլիսոփայության կողմնակիցն ես, որ պետք է ավելի շատ աշխատել, թե նաև խնայել։ Օրինակ մեր կոմենտներում մարդկանցից մեկը գրել է, որ Իլոն Մասկը ասել է ավելի հեշտ է $10,000 աշխատել, քան խնայել, բայց այդ ոնց որ բոլորը չեն կարող այդպես անեն ու շատ մարդկանց համար իմ կարծիքով բացի աշխատելուց նաև պետք է ուշադրություն դարձնել խնայելուն ու ծախսերը նաև մոնիտորանելուն։ Քո մոտ ոնց է փիլիսոփայությունը։ Դե ես մոտավոր եմ մոնիտորանում, ամեն դեպքում ես սամ թբռնել եմ, թե ես իրականում որքան եմ ամսական ծախսում, որքան եմ վաստակում եւ փորձում եմ կուտակված տարիների իմ կյանքի ընթացքում ձեռք բերված ինչ որ գումարների հաշվին չապրել։ Ապրել միայն ընթացիկ եկամուտների հաշվին։ Ես շարունակում եմ աշխատել, չնայած դարձյալ մեծ ընկերության բաժնետեր եմ, միջազգային փոքր բաժնետեր եմ, բայց մեծ ընկերության։ Աբի, չէ՞։ Ու էլի ինչ որ տարբեր տեղերից գումարներ գալիս են մեկ-մեկ, անակնկալ են մեկ-մեկ լինում նույնիսկ։ Անցած տարի ինձ դիվիդենդներ էին ուղարկել, չէր հասել տեղ, չէի իմացել։ Այս տարի ուրեմն զանգեց ընկերս, ասում է, լսի, քո բանի հաշվի համարը նորից տաս, անցած տարի գումարը չի հասել տեղ։ Հիմա չասեմ բանկյան որտեղ չէր հասել, բայց արդյունքում Ակբա բանկում հաշիվը տվեցի, այնտեղ հասավ։ Հասավ շատ արագ, երկու օրում հասավ ու դա ոնց որ սկսեցինք ծիծաղել ու այդ նույնը ինչպես որ ասենք ձմեռվա վերարկում ամռանը գտնես գրպանում գումար, էլի այդ վիճակն էր։
Իսկ դու ներդրումներ անում ես, որովհետև հավատում ես այդ ընկերություններին, թե ներդրումներ անում ես, որ հարստությունը բազմապատկես։ Երկուսն էր։ Դե իրականում ներդրումներ արել եմ միայն հայկական ընկերություններում, ստարտափներում, Տեխնոլոգիական է թե տարբեր։ տեխնոլոգիական։ Հա։ Այսպես տեխնոլոգիական, դա այդ ոլորտից մի քիչ ավելի լավ եմ հասկանում, այդ ոլորտի պոտենցիալն է մի քիչ ավելի մեծ է եւ դառումով ես հիմնականում տեխնոլոգիականի վրա եմ կենտրոնացել միշտ, բայց իմ հիմնական նպատակն այն է, որ այդ գումարը չկորի։ Հա։ Որտեւ եթե դրա այդ գումարը ուղղակի մնա հաշվի վրա, դա շատ անիմաստ զբաղմունք է, ասենք հաշվի գումարը եւ ինչ։ Ինֆլյացիան է ամեն տարի ուտում։ Ինֆլյացիան ուտում է ուղղակի ու դու այդ գումարը հետո ինչ ես անելու, գնալու ես իմ թանկ մեքենա առնես, գնես որ ինչ։ Հա։ Այդ հարցը, որ ինչ հարցը քեզ անցած տալիս ես ու պատասխանն այն է, որ դե պետքա օգնել այլ մարդկանց, որոնք գիտեն ինչ անեն դրա հետ։ Եթե ես չգիտեմ ինչ անեմ, ես էլ ժամանակ չունեմ բիզնեսով զբաղվելու, որտեվ կրթությամբ եմ զբաղված ու դրանք համադրելի բաներ չեն, դու կամ մեկ օտից զբաղես կամ մյուսը։ Հիմա իմ սրտի գործը կրթությունն է, դա անում եմ մեծ սիրով եւ ոգևորությամբ։ Եվ դա նշանակում է, որ այն մնացածը պետք է այլ մարդիկ այդ գումարը օգտագործեն ու դրա համար դու անում ես ներդրում, որ այդ մարդիկ օգտագործեն։ Մեր խնդիրներից մեկը Հայաստանում այն է, որ քիչ ընկերություններ կան, որոնք ընկերություն են։ Երևի մեր ցանկում շատ կան գրանցված ՍՊԸ-ներ, բայց դրանցից չնչին տոկոսն իրականում ընկերություն է։ Մնացածները փեշակ են, գրպանի ընկերություն, մի մարդու ունեցվածք, բառից բուն իմաստով, իրենք ներդրումներ ստանալու ենթակա չեն սկզբունքայնորեն։ Ու դա պատճառներից մեկն է, ինչու իմ ներդրումները հիմնական տեխնոլոգիական ոլորտում է, որովհետև այնտեղ կա որոշակի միջազգային ստանդարտներից եկած մշակույթ արդեն ձևավորված եւ կան ստարտափ հասկացություն կա հստակ, այդ ստարտափը աճեցնելու ճանապարհ կա, ներդրումներ ներգրավելու կարիք կա, ամեն ինչ կառուցված է։ Իսկ եթե գնանք ուղղակի մի քայլ դնենք այդ տեղից մի այլ ոլորտ, ասենք ցանկացած, ինչ իրական արտադրություն, ծառայություններ, գյուղատնտեսություն, այնտեղ այսպիսի նախնադարյան վիճակ է։ Եվ մարդիկ չեն էլ ուզում ներդրում, իրենք պատրաստ են դանդաղ զարգանալ, չզարգանալ ընդհանրապես, եւ դա վերաբերում է, դա ցավոք Հայաստանի շատ սահմանափակում է, ասենք հայկական կոշիկը համարյա որևէ այդտեղ չի վաճառում, չի արտահանվում։ Չնայած ունենք երկու առնվազն բավականին լավ ընկերություններ, որոնք տեղի շուկան բավականին սպասարկում են, բայց արդյունքում, քանի որ իրենք ժամանակին քաջ չարեցին, որպեսզի դուրս գան, ասենք, ավելի մեծ շուկաներ, հիմա վալբերիզով, մալբերիզով մարդիկ կոպեկներով գնում են էժան կոշիկ եւ հիմա ուրիշներն են մտնում իրենց շուկան, որտեղ իրենք իրենց լավ են զգում միջև վերջերս։ Գնալով իրենք հաստատ մարելու են։ Հա։ Եթե դու չես աճում եւ չես դառնում միջազգային, ապա միջազգային նա գալի քո շուկա։ Այո, միջազգային նա գալիս քո շուկա, դու չես ունենում կարողություն, դու պետք է անգլիացիներեն ասում են leverage, դու պետք է այլ ոլորտներում ունենաս, այլ երկրներում, այլ շուկաներում ունենաս ձեռքբերումներ, որ ավելի քիչ խոցելի դառնաս, որ անգամ եթե քեզ վրա հարձակվեն մի որևէ շուկայում, դու այդ շուկաներից կարողանաս եկամուտ բերես եւ դա կորուստները ծածկես եւ ագրեսիվ մարքեթինգ կարողանաս անել, որ պաշտպանես եւ այլն։ Դու չես կարող քո սեփական շուկայում մնալով պաշտպանված քեզ գալ։ Քեզ ոչ ոք չի պաշտպանի, առավելևս չի պաշտպանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, որը միտված է նրան, որ մենք չենք սահմանափակում եւ հատուկ կերպով չենք կառուցում մաքսային քաղաքականության պես, որ պաշտպանենք ներքին արտադրողին։ Մենք բաց ենք, մենք ավելի ենք բացում հիմա մեր շուկան, ուզում ենք սահմանները բացենք եւ ավելի մեծ առևտուր անենք, բայց դա նշանակում է, որ ներքին արտադրողը պիտի արդեն այսօր մտածի նրա մասին, պիտի դուս գալ շուկաներ, այլապես այդ բաց ճանապարհներից մնացածները կօգտվեն ու կգան քեզ մոտ, իսկ դու չես գնա այլ տեղեր, որովհետեւ դու կորոշես, որ դու չես կարող, որովհետեւ դու տնավարի բիզնես ես անում, կիսա մոխրագույն գումարները ծաբեր տեղերում բանկաներում պահած, ոչ թե բանկերում եւ առանձնակի ներդրման ենթակա չես։ Այդ վիճակով դու մարես շատ արագ, որովհետեւ չես կարողանա, ասենք ցանկացած շուկա դուրս գալ, քո սեփական կապիտալը չի եկի։
քեզ պետք է ֆինանսական պարտներ, որ քո մեջ ներդրում կանի, որ դու դուրս գաս եւ կարողանաս այդ ներդրումները հետո հետ բերես։ Բայց հետաքրքիր որ եթե բանը ֆինանս այդ ստարտափների տեխնոլոգիական ոլորտը հանենք, մնացած համարյա բոլոր ոլորտներում բիզնեսները լավ նշեցիք, որ խնդիր ունեն փող ներգրավելու։ Դեռ տարբեր հարցեր կա, վստահության հարց կա, մենեջմենթի հարց կա, այդ մոխրագույն բիզնես անելու հարց կա ու երևի նաև պատճառներից մեկն է նա, որ շատ բիզնեսմեններ ու նաև անհատներ փողի հետ աշխատելու ձևը չգիտեն։ Իհարկե, իրենք գործիքները չեն Հա ճանաչում։ ու դրա մասին չէր խոսվում։ Բայց նաև մտածողության խնդիր է, որտեղ մարդ ասում է, ես իմ բիզնեսը սկսել եմ մի հատ բանից։ Շուկայում մի հատ սեղանիկ եմ։ Լարյոկար։ Հա։ Հետո ես եմ մի ուրիշը հիմա պիտի գա ու իմ տարիների ջանքը, քրտինքը կոպեկներով ոնց որ առնի ինձնից, էլի, ասենք, այդ ներդրումը դա չի նշանակում, ասում եմ ընկերության կեսը տալիս եմ ուրիշ մարդու, օտարի, որ չգիտի, հետո գալու է խառնվելու եմ գործին, ասում է այսպես արա, այնպես արա, ես եմ որոշում, ուզում ես որոշեմ։ Ինքը չի գիտակցում, որ իր մոտեցմամբ ինքը վաղը ոչինչ չի որոշելու։ Վաղ իրեն պարտադրելու են որոշակի բան, ինքը ստիպված է լինում որոշել, լինելու որոշել, որովհետև պարտվելու ճանապարհով է գնալու եւ կորցնելու է անընդհատ։ Եվ այդ գիտակցումը չկա, իր մոտ կա գիտակցում, որ դե այսպես կմնա, այն ինչ ախել, որ դե այդպես չի մնա։ Հաստատ փոխվելու է վիճակը եւ դու հաստատ հետո հայտնվելու ես խնդիրների առջեւ, եթե չզարգանաս։ Իսկ զարգանալ միայն այսպես բնական, օրգանական ձևով շատ դժվար է մեր ժամանակներում։ Ու հա, այնպես չի, որ այս իրական սեկտորում ներդրողներից մեծամասնություն շատ քանակ կա կամ շատ են ուզում, որտեվ Հայաստանում ամեն դեպքում ներդրումների ռիսկը բավականին բարձր է, բայց այդ ռիսկը դե բազմաթիվ պատճառներով, բայց այդ ռիսկը նաև բարձր է հենց այն պատճառով, որ ընկերությունները թափանցիկ չեն եւ չեն ուզում լինել թափանցիկ։ Իրենք գիտակցված ուզում են մնալ անթափանցիկ, որ իրենք չունեն ֆինանսական մշակույթ, չունեն ֆինանսական տնօրեն կամ չեն անում որևէ իրանց գործունեության որևէ աուդիտ, իրենք այսպես տնավարի այս գործում են, բայց այդ տնավարիով դու չես կարող որևէ ներդրող համոզել, որ քեզ հետ աշխատի, իսկ դու չես կարող շակմա դու մնալու ես, մենք մեր խնդիրը անգամ այն է, որ մարդիկ ովքեր կարող էին միանալ եւ կազմել ավելի երկար շղթաներ արժեքի ստեղծման չեն միանում։ Եվ մեր բոլոր արժեքի քանի որ միկրո բիզնեսներ են, արժեքի շղթաները շատ կարճ են եւ իրենք շատ խոցել են այդ պատճառով։ Եվ նաեւ շատ քիչ գումար են վաստակում։ Հա, երբ պատճառներից նաեւ մեկն է այնա, որ մեր մոտ փողի մասին խոսալը տաբու է։ Օրինակ, երբ որ այս հաղորդումը սկսում ենք, մարկանց հետ քննարկում էի իդեաները, զգում եմ, որ մարդիկ փողից խոսալուց ձգվում են։ Նայ օրինակ հիմա դու նստած հանգիստ խոսում ես, այստեղ ներդրում եմ, այնտեղ ներդրում եմ, դիվիդենդներ եմ ստացել ու մնացած մարդկանց մեծամասնությունը այդ թեմաներով որ խոսում ես, անգամ մոտիկ ձգվում են։ Ցենց լարվում են էլի ու ոնց որ փողի մասին խոսալու մեր հասարակությունում տաբու է, չի կարելի ու նաև բերում է նրան, որ շատ մարդիկ ֆինանսապես գրագետ չեն, հետո այդ մարդիկ նաև դառնում են բիզնեսի տերեր կամ չգիտեմ ուսուցիչներ, տարբեր մասնագիտություններ են ձեռք բերում ու այդ ցիկլը շարունակվում է ու բերում է նրան, որ բիզնեսները չեն կարող իրենց կառավարեն, մարդիկ իրենց անձնական ֆինանսները չեն կարող կառավարեն, ծանր վարկային բեռերի տակ են ու չեն խոստովանում ու չեն հարցնում խորհուրդ։ Հա, ես բանը այս վերջերս դիլերներից մեկի հետ էի խոսում, որ զբաղվում է էլեկտրամեքենաների ներմուծմամբ, ասում եմ մեր վաճառքները 90%-ից ավելի վարկով է։ Այսինքն մարդ որ դու մտածում ես որ դες ինչ լավ գործեր, ինչ լավ է, թազա էլեկտրամեքենա է քշում, ընդհանրապես քեզանից շատ պարկ ունի, էլի, ինչ որ քեզանից լավ ապրում։ Բայց այդ դիմացինն է ստիպում, որ ինքն է գնա մեքենա վերցնի վարկով, որովհետև հանկարծ հետ չմնա, չգիտեմ, հարևանից, ընկերոջից կամ իր գործընկերոջից։ Հա։ Վարկային մշակույթը, վարկ վերցնելու մշակույթը Հայաստանում ցավոք բավականին վատ, այսպես ասեմ, վատ անորակ գիտելիքի վրա ձևավորված մշակույթ է։ Ինչ առումով կմանացնես։ Այն առումով, որ մարդիկ պատրաստ են դա անել, առանց միջևերջ գիտակցելու, թե դա իրենց համար
էլեմենտար, ասենք, վերցրու վարկ, խնդիր չկա, վարկերները վատ բան չի, դու ստանում ես այսօր այն, մի քիչ ավել վճարելով, ոնց որ դու ստանում ես այն, ինչ դու այլապես կունենայիր եսիմ 3 տարի հետո։ Դրանում վատ բան չկա։ 3 տարի հետո կարող ունենաս, եթե գումար կուտակես, բայց դու մեկը կվճարես, որովհետև այդ 3 տարի այդ գումարը մի տեղ պահես ու ինքը միևնույն է, ինչքան էլ դու անգամ եթե դնես ինչ որ տոկոսով ավանդ, միևնույն է ինֆլյացիան այդ ավանդի տոկոսների մի զգալի մասը ուտելու է։ Բայց դե հիմա մարդիկ լավ են անում, բայց դու պետք է այդ դեպքում քո ամբողջ 3 տարվա ֆինանսական պլանը գծես, դու պետք է վերցնես մի հատ Excel ու նայես, ու ինչքան ես վաստակում ու չդերնես օպտիմիստիկ սցենար, աշխատավարձս բարձրանալու է, մայրիկս չի հիվանդանալու, երեխեքս բանը խնդիր չեն ունենալու, կինս չի հեղյանալու եւ այլն, այլ մի քիչ ռեալիստիկ սցենար, որ պետք է դու ունենաս որոշ բարձիկ, որոշ հավելյալ գումարածնա, ինչ որ դու պարտավորվում ես ամեն ամիս տալ։ Եվ այդ բարձիկը լինի բավարար, որպեսզի դու կարողանաս կարիքի դեպքում այլ հարցեր լուծես, որտեղ դու վարկ ես վերցնում, հավանաբար դու արդեն բարձիկ չունես։ Այլապես դու այդ գումարից կտայիր փոխարենը վարկ վերցնեի, չէ՞։ Վարկի գումարը ամեն դեպքում վարկերը Հայաստան բավականին թանկ են։ Բայց դե եթե անում ես դա գոնե մի քիչ, ասենք, դիր նստի մտածի կամ գոնե մի քիչ ChatGPT-ի հետ քննարկի այդ հարցը, որ հասկանաս ինքը քեզ կօգնի մոտապես պլանավորել քո աներիքները մոտակա 2-3 տարվա ընթացքում այդ վարկի տակից դուրս գաս ու դու պիտի հասկանաս, որ եթե մի բան այդպես վերցրեցիր, ասենք մեքենա, ապա հեռախոսը պիտի մնա 4 տարվա հեռախոս ու չպիտի թարմացնես եւս 3 տարի, որովհետեւ եթե հեռախոսն է փոխեցիր, հաստատակից դուրս չես գա։ Համ մեքենա, համ հեռախոս, համ բայց մարդիկ նայել են անում, հետո հարսանիք, հետո եսիմ ինչ, ու հետո մեկ էլ չեն հասկանում ոնց է ստացվում, որ ամեն ամիս ինչքան աշխատավարձ գալիս է, մեկ էլ հաջորդ օրը այդ աշխատավարձից մնում է $100։ Ու մտածում ես, որ կարող է չհերիքի անգամ ինչեւ ամսվա վերջ։ Դու արդեն մտածում ես, որ ոնց ես ապրել մինչ ամսվա վերջ ու կյանքի որակը ահավոր ընկնում է, ու դու փորձում ես վաճառել քո վարկով գնաց իրերից մեկը, ասենք մեքենան, հասկանում ես, որ ինքը չի վաճառվում, որտեղ բոլորն է վարկով են գնում ու այնպես չի որ ազատ գումարներ կան շուկայում, մարդիկ ամիսներով վաճառում են իրենց մեքենաները չեն վաճառում։ Հիմա լախեր այդ էլեկտրական մեքենաների այդ ողջավորությունը ինքը իր վտանգներ ունի, մարդիկ ինչու են վերցնում էլեկտրական մեքենա, որ օպերացիոն ծախսերը նվազեցնեն, ընթացիկ ծախսերը նվազեցնեն։ Բայց իր խնդիրն այն է, որ էլեկտրական մեքենան ընդամենը 4 ակեր եւ մի մեծ ակումուլյատոր է։ Ու իր գինը շատ արագ է շուկայում։ Այո։ Ու հետո երբ որ դու կուզենաս իրեն վաճառես, դու մեկ էլ հասկանաս, որ դու հաշվարկը վատ ես արել։ Որ այո, դու բենզինի վրա խնայել ես, բայց ասենք 4 տարի հետո դու այդ մեքենան եթե կվաճառեի սովորական մեքենա լիներ, ինքը մի գնով կվաճառվեր, իսկ էլեկտրական մեքենաները ուրիշ գնով։ Այդ ինքը իսկապես կարող է չվաճառվի, որովհետև կա վստահության խնդիր, ոչ ոք չգիտի քո մեքենան ինչ վիճակում է, որովհետև ոչ ոք միջև չի հասկանում, ինքը այդ ամբողջ տեխնոլոգիան բարդ որ ակումուլյատորներ են, բաներ են, դրա բնույթը դեռ պատմական տվյալներ չկա բավարար տեղեկույթ, որպեսզի մարդիկ կարողանան կանխատեսեն, որ լավ, հիմա վերցնում եմ 5 տարվա մեքենա, եւս մի 5 տարի գոնե կքշեմ, էլի, ասենք գինը դրանից քաշ, ոչ ոք չգիտի։ Ու նոր մեքենաներ այդ պատճառով կամ մի տարի քշած մեքենաներ լավն են համարվում, բայց հետո այնքան արագ աճում անկախատեսելիությունը մեքենա ապագայի, որ մեքենա կարող ընդհանրապես գին չունի, ընդհանրապես չկարողանաս վաճառել, ոչ ոք չուզենա վերցնել, որովհետեւ բոլորը միանգամից օրեսօր արագ հիմա գնում են մեքենաները փորձեն վաճառել, այն կոլապս է լինելու այդ շուկայի, ընդհանրապես չի վաճառվելու։ Ու այդ առումով մարդիկ օրինակ այդ հաշվարկը ոչ ոք չի անում, ես գիտեմ, մարդիկ ողջևորվում են, ասում են, վայ, ինչ լավ է, ինչքան էժան էլեկտրական մեքենա քշելը, համարյա չես ծախսվում, ասենք իսկավորման ծախսերը այդքան մեծ չեն, համարյա բենզին, համատած բենզինի դե շատ լավ է, դե վերցնենք։ Բայց դու այդ դեպքում դե վերցնես, որ քո ամորտիզացիան մեքենայի 5 տարի է, քո ամբողջ վճարած գումար դու 5 տարում դե համարես վերջում 0։ Հա, դուրս է գալի կոպիտ ասած $25,000 մեքենա վերցնում ես 7 տարով, չգիտեմ, տարեկան 14-15%-ով, այդ երապատիկն է դառնում այդ ընթացքում, լավ կրկնապատիկը, բայց հետո չես կարողանում վաճառես, կամ վաճառում ես, չգիտեմ, $5,000, լավ լավագույն դեպքում 10,000, ստացվում է դու տարեկան
$10,000 ծախել ծախսես։ Հասանում, հա, ինչ որ օդ ուղակի արվելա քո Հա, եթե նոր մեքենա ես ուզում քշես, օքեյ, բայց դա չես կարող ասես, որ ես դու տենց խնայում ես։ Դու դες խնայում ես։ Ու մարդիկ այդ հաշվարկը չեն անում։ Ու դա էլի է օրինակներից մեկն է, որ չկա այդ ֆինանսական մտածողությունը։ Այս հաղորդումից հետո էլեկտրամեքենաների վաճառք գնելու է։ Չի, այս հաղորդում նայողներ արդեն բոլորը ունեն։ Արդեն ունեն, չէ՞։ Բայց լավ կլինի, որտեվ ես այսօր հաղորդման նկարահանման ուշացա այդ բոլոր էլեկտրական մեքենաների առատությունից ճանապարհների։ Մի հատ նրբություն է կա, որ շատերս հաշվի չենք առնում, այդ լիկվիդայնությունն է, փողի կամ այն ապրանքների, որ առնում ենք։ Չգիտեմ, անշարժ գույքումներ դրում կլինի, մեքենա առնել կլինի կամ ուրիշ բաներ, ասում են դա եթե պետք է լինի արագ կծախենք, բայց ապրանքներ կա, որ արագ չես կարող ծախես։ Ու սովորաբար երբ որ սաղին պետք է լինի որ ծախեն, բոլորով իրար հետ որ փորձում են ծախեն, այդ ժամանակ շուկան կարող պայթի էլի։ Մի բաներ կա, որ մարդիկ մոռանում են, դեպս վերջերս մի քիչ փոխվել է, բայց ընդհանրապես Հայաստանում դա խնդիր է։ Դա բարերարությունն է։ Հա։ Որ դու կարող ես գումարը վերածել հաճույքի շատ տարբեր ճանապարհներով։ Ու դրանցից մեկը ուղղակի մարդկանց լավություն անելն է, որտեղ զարմանալի է, դերական մեծ հաճույք է բերում։ Շատ։ Բայց մարդիկ դա չեն գիտակցում, հետաքրքիր բան է։ Կան հաճույքի տեսակներ, որոնք շատ էժան են, բայց մարդիկ չեն գիտակցում։ Ասենք դու կարող ես մի հատ ինչ-որ բարձ բանի համար մի 5000 դրամ գումար տաս, որպեսզի ասենք Ռեարմենիան հավաքում է, գումարներ այդ տեսակի գումարներ հավաքում է տարբեր պրոյեկտ։ Հետո դնես ուրախանաս, այդ քեզ ինչ-որ նամակներ ուղարկեն, այդ երեխեքի լուսանկարներում դու օգնեցիր, այդ գյուղում այդ ձեռք բերած ինչ-որ մի բան դպրոցի համար կամ ինչ-որ մի պրոյեկտի համար եւ այլն։ Դու ուզես երջանկանաս, բայց ու մտածես, ասենք այդ 3000 դրամը կամ 5000 դրամ ծախսեր, մի սուրճ գնեիր։ Մայպես չէ, սուրճը մեծ երջանկություն էր բերելու, մի ժամ հետո մոռանալու, չէ՞։ Անհամադրելի է, բայց մարդկանց մոտ ընդհանրապես Հայաստանում կա արդյունավետ, գումարը արդյունավետ ծախսելու մշակույթի պակաս, խնդիր։ Մարդիկ չգիտեն ինչի վրա ծախսեն ու դրա պատճառով մարդիկ ծախսում նրա վրա ինչի վրա մնացածներն են ծախսում։ Ինչ որ հեշտ է ցույց տա։ Ինչ որ հեշտ է ցույց տա։ Մեքենա, տուն, չգիտեմ, թանկշոր։ Այո։ Փոխարենը դու ծախսես այն բաների վրա, որոնք միգուցե դժվար է ցույց տալ, բայց պետք չի ցույց տալ, բայց քեզ մեծ հաճույք են բերում իրական։ Հա։ Դե այդ կետին երևի պետք է հասնել, որ արդեն դու ծախսում ես քո համար, այլ ոչ թե ցույց տալու համար։ Ինձ թվում է մենք հասնենք այն կետին այն ժամանակ, երբ ասենք հարսանիքներին դադարենք այդքան ուտելիք թափել։ Մենք պիտի այդ ցուցադրական հարստությունը համարենք հակամշակույթ։ Պիտի սկսենք դա իրապես չսիրել։ Ես մի անգամ չեմ պատմել երևի, մի անգամ գնացել էի հանդիպման մի շատ հարուստ մարդու հետ, որ ուզում էր մեզ ներդրում անել մեր ընկերության մեջ։ Խոսքը գնում է մի տասնյակ միլիոնի, 15 միլիոնի ներդրման մասին, լուրջ թիվ։ Ավել նույնիսկ։ Եվ շվեյցարացի էր։ Եվ գնացինք Շվեյցարիա, իրեն ներկայացնում մեր ընկերությունը, բանակցություններ վարում, արդյունքում ինքը այդ ներդրումը չարեց, ոնց որ իր միտքը փոխվեց ժամանակի ընթացքում, բայց այդ բանը շատ տակրկրված էր։ Ու մեզ որպես այսպեսի ժեստ ասաց, արի, եկեք հաջորդ օրը գնանք Սարերում մի քիչ դահուկ քշենք։ Հա։ Ու մենք մեր դահուկները բերել էինք, մենք էլ էինք նախատեսում, որ հետո պիտի գնանք, բան, ուրախացանք, գնանք հիմա, բան, մեզ տարավ այդ հասարակ կուրորտ, սովորական մի տեղ, որևէ այնպես շատ Կուրշավել չեք գնաց։ Շվեյցարական, բայց այն թանկ տեղը չէ, մատ ինչ-որ պարզ տեղ էր, հանեց իր հին մեքենայից, էժան, ես 20 տարվա առաջվա դահուկներ, սկես, որ շատ հին են, նման բան արդեն խավտեմ չվաճառ, բայց աշխատում են։ Իրենց կայլոք, այդ մարդիկ օգտվում են, մեքենան աշխատում է, ուրեմն պետք չի գցել, պետք օգտվենք հիմա, քշենք։ Մարդ, ով մեծ հարստություն ուներ, ասենք այդ մարդը հարյուրավոր միլիոնների հաշվի վրա գումարներ ուներ դրած։ Բայց պարզ բանի մեջ ինքը համարի որ դա չարժե դրա վրա ծախսել, ինչու եթե կա ու կարող ես օգտվել։ Ու այդ մշակույթը պարզության ինձ շատ դուր է։ Մենք տես մարկանց ասում ենք գծիպ։ Հա, բայց ինքը գիտեր այդ գումարի ծախսել շատ ավելի լավ տեղեր։ Հա։ Իհարկե մենք դրա նույն երեկոն, որ վերադարձանք, ինքը մեզ տարավ
ուրեմն քաղաքի լավ ամենաթանկ ռեստորաններից մեկը, որտեղ մի մարդու հաշվով $200 էր չեկը, ու մեզ բոլորից հյուրասիրեց։ Հա, որտեվ այդ իրան դուր է գալի, հա։ Հա, բայց որտեվ դա հա, մենք իրեն դուր են գալիս, միջմարտկային հարաբերության համար կարևոր են եւ համեղ ուտելիք ինքը սիրում է։ Եվ ավելին երևի թե սիրում է մեզ նման մարդկանց հետ այդ համեղ ուտելիքը ճաշակել։ Այն բաները, որ իր համար կարևոր են, այնտեղ ինքը չէր սահմանափակում իրեն։ Ծախսում էր, որտեվ հարուստ մարդ էր, կարող է թույլ տալ։ Բայց այն բաները, որոնք կարելի է եղածով բավարարվել, իր մոտ անգամ միտք չէր առաջանում, ինչ որ շքեղություն իրեն թույլ տալ, անիմաստ է իր համար։ Ում համար, ում ցույց տա, որ ինքը հարուստ է, ինչու է դա պետք իրեն։ Հա։ Այդ Ով բանը պետք է գիտի։ Այս վերջը չեմ հիշում ու մոտ կարդացի գրածել ես արդեն այնքան հարուստ եմ որ կարամ կաֆեմ ամենաէժան գինին է պատվիրել։ Հա, դրա պետք է հասնենք։ Մենք դեռ սովից չենք դուրս եկել, հա։ Հայտնի է Գերմանիայում պատերազմից հետո 50-ականները թվան, չէ 60-ականները։ Մարդիկ, երբ որ հանդիպում են իրար, պատմում են նրա մասին, թե ինչ են կերել եւ ինչպես են մարսել։ Ուտելիքի մասին խոսակցությունները անվերջ էին։ Մեծ հաճույքով են պատում, այսօր փորս ղլղլում էր, կարիճից, այդ բաներ են խոսում իրար հետ։ Բոլորը ապշում են, իսկ գիմանցին, բայց դա գայս է նայած, որ պատերազմից հետո սով էր եկել։ Սով է։ Եվ այդ սովից հետո, այդ որ դու կարող ես ուտել ու փորոտ լցնել, ու իրականում դա բերես նրան, որ հետո իրենք ունեցան խնդիրներ նաև մեծ քանակությամբ բանի չափից դուրս գիրացած եւ այլն։ Հիմա փոխվել է արդեն մշակույթը, սերունդը արդեն նման խոսակցություններ չի վարում, բայց իրենց նախորդ սերունդը միջև ուշ տարիք շարունակում էր այդ նույն խոսակցությունների մեջ լինել, դա իրենց համար սովորական բան էր դարձել։ Դե մեր մոտ էլ են մարդիկ, որ պատերազմը տեսել են 90-ականներում հասուն տարիքի էին, այդ մեր մեջ մնացել է։ Հա։ Մեր մեջ մնացել է։ Նման բաները մնում են։ Մենք միջև հիմա ուզում ենք մնացածների աչքը ծակենք մեր ունեցվածքով, որ բոլորը իմանան, որ մենք սոված չենք, որտեղ ոնց որ այդ ցույց տանք, որ մենք հասել ենք հաջողության, մեզ համար հաջողությունը լիքը ուտելիքն է։ Այդ նոր տարվա սեղանները, մեզ արդեն դա մի քիչ աբսուրդի է հասել, որովհետև դա արդեն բոլորի համար հասկանալի է, որ ուտելիքը այլևս դա առաջնային խնդիր չի։ Հա։ Հայաստանում իրապես հիմա այսպես ասեմ, այն մարդիկ, որոնք դրանով զբաղվում են, ու մասը մենք հիմա խոսում ենք, Հայաստանում կան աղքատ մարդիկ, կան ցավոք ունենք դեռ բավական մեծ տոկոս մարդկանց, ովքեր աղքատության շեմից ցածր են ապրում, բայց այն մարդիկ, ովքեր այսպես ցուցադրաբար ուրեմն ինչ որ մեծ ծախսեր են անում ուտելիքի վրա, իրենք արդեն վաղուց այն սահմանը սովի անցել են, իրենց մոտ նման խնդիր ընտանիքում չկա, իրենք հաստատ ծնունդ ունեն բավարար, հավանաբար անգամ թափում են հաստատ, հա։ Բայց շարունակում են այդ գնում են ռեստորան 1000 բան են պատվիրում, մեծը շատ մասը չեն ուտում, ես դուրս են գալիս ռեստորանի սեղանի վրա լցրած ուտելիքը, որ պատվիրում չեն կերել։ Լավ, ինչու։ Ինչ եք ուզում ինքներդ ձեզ ապացուցեք, որ դուք դեռ սոված չեք։ Այդ բանից չեն կարողանում հեռանալ։ Դա իհարկե տխուր է։ Հա։ Ու նաև ոչ պրոդուկտիվ։ Ոչ պրոդուկտիվ, ու այդ գումարները կյանքի համար վնաս։ Ես շատ հաճախ ասում եմ, ժողովուրդ ջան, ախր այդ կլոր համարներ, որ գումարներ եք ծախսում մեքենայի։ Ծախսեք մի հատ ինչ որ երեխայի օգնեք հիվանդ։ Այնքան կազմակերպություններ կան, Facebook-ով անդադ տարածում են, այս երեխային աջակցություն ա պետք է երեխուն աջակցել։ Շատ ավելի ոնց ուրախություն դες կբերի դա, քան այդ համարը կլոր, որ կլոր համարը գեղեցիկ թվերն ամ ինչ։ Դրանում ինչ բան կա, ասենք շատ քիչ երկրներ կան աշխարհում, որտեղ գեղեցիկ համար ունենալը համարվում է ինչ որ յուրահատուկ գեղեցկություն, հա, բայց ասենք հայերը աչուձախ դրանով են զբաղվում։ Բայց հետաքրքիր է բաներ կա, որ օրինակ 10 տարի առաջ մարդիկ այդ անում են, որ ցույց տան ինչքան հաջողակ են, բայց այսօր արդեն այդպես բաները դառնում ծիծաղալու։ Հա, ես ճիշտ ասած, ու ամենա զավեշտանին այն է, որ ասենք դու գնում ես մեքենան կայանելու այդ օպերայի տակ, ու տեսնում ես այդպիսի կլոր համարներով մեկը, ուրեմն 4 տեղը կա, մեջտեղով կանգնել է, որտեղ ինքը իր կարգավիճակը պիտի ցույց տա, ինքը պիտի։ Հա, բայց դու մտածում ես անտեսում է մնացած։ Անշնորհքել։ Հա, դες հետ է մտածում իհարկե, բայց ինքը իր մասին այդպես չի մտածում, էլի, ու դա է ցավը։ Դե թե մտածես դից չէ։ Իսկ կրթական համակարգում քո կարծիքով պետք է խոսել փողի մասին, ֆինանսական գրագիտության։ Անպայման։ Ընդհանրապես, եթե մենք ուզում ենք երեխաներին, որ իրենց մաթեմատիկան ավելի շատ հետաքրքրի, հա, անպայման պետք է օրինակներ, խնդիրներ, բան եւ այլն լինեն նաեւ ֆինանսներից։ Իսկ որ տարիքից իրականում
հնարավորինս վաղ։ Հա։ Ընդհանրապես իմ պատկերացմամբ լավագույն սցենարը կլինի այն, որ Հայաստանում սովորական բան դառնա 14 տարեկանից բիզնես ունենալ։ Գումար վաստակել։ Հա։ Դա դառնա նոր, որ բիզնեսը այն շատ բիզնես, երախամ դի մեկը դպրոց գնա, բայց ինչ որ միջոցով սովորեն գումարներ վաստակել, որտեղ այդ միկրովաստակները անգամ քիչ։ Բայց դե ցավոք Հայաստանում դեռ ասենք դե աշխարհում վաստակներից ձևերից մեկը տարբեր մոնետիզացիաներն են մեդիայի։ Հայաստանում համարյա ոչ մի մոնետիզացիայի մեխանիզմ չի աշխատում։ Եթե դա աշխատեր, երեխաները կարող են հետաքրքիր հոլովակներ արնակ սարքել ու կարող է YouTube-ը իրենց ամսական մի $10 գումար փոխանցել ու դա արդեն մեծ հաջողություն կներ երեխայի համար։ Կարևոր չի որքան։ Կարևորը որպեսզի իրենք հնարավորինս վաղ տարիքում ճաշակեն վաստակի ուրախությունը փող ձեռք բերելու աշխատելու սեփական աշխատանքով գումար վաստակելու ուրախությունը ու դարինի ոչ թե ես գնացի ջաջայի համար գործ արեցի ինքը ինձ գումար տվեց, այլ ես նախաձեռնեցի, մտածեցի, արեցի ու վաստակեցի ու մարդկանց դա պետք է եղավ, ինչ որ մարդիկ ինձ վճարեցին դրա համար կամ ինչ որ կազմակերպություն ինձ վճարեց դրա համար։ Այ եթե դա լինի, որտեղ ասենք մեր մշակույթի խնդիրներից մեկը որն է, այն է որ ասենք երեխան գիտի, որ իր հետ ինչ պատահի, պապան մաման միշտ իր մեջքին կանգնած են, անգամ եթե ինքը արդեն 50 տարեկան է լինելու, մեկը պապան մաման մեջքին կանգնելու են։ Ծնողները հավեր հրեշտակներ են։ Եվ դրա պատճառով մենք ունենում ենք շատ մանկամիտ սերունդ, ով ի վիճակի չի իրական կյանքով ապրելուն պատրաստվել։ Որոնք գնում են դպրոց ավարտում են, գնում են համալսարան, չեն սովորում։ Չեն սովորում, որովհետև իրականում չգիտեն ինչու սովորեն, որովհետև ոչ մի նպատակ չունեն։ Իրենք գնացել են համալսարան, որովհետև ծնողները ասել են, ես կվճարեմ բալիկ ջան, գնա համալսարան։ Գնացել են համալսարան։ Համալսարան ավարտումը հույսն է, որ ծնողները մի կերպ հարցերը կլուծեն։ Ես չեմ ասում դա բոլորն են այդպես, բայց այդպեսի մի ստվար զանգված կա, երիտասարդներին, որոնք եթե իրենք ունենային հնարավորություն վաստակելու եւ այդ ճաշակային ուրախությունը անկախության, սեփական աշխատանքի անկախության, սեփական ջանքերով գումար վաստակելու ուրախություն, լրիվ այլ կերպ մտածեն։ Ես միշտ այդ տեսակետից օրինակ եմ բերում, ասենք գերմանական կամ անգլիական մշակույթը, որտեղ 18 տարեկանում եթե դու շարունակում ես ծնողների հետ ապրել, դա համարվում է, որ դու երևի ինչ-որ խնդիր ունես։ Դա լուրջ անհանգստության հարց է դառնում, որտեղ այնտեղ դու եթե 18 տարեկան դառացավ, այդ տունը, որտեղ դու ապրում ես, դա քո ծնողների տունն է, ոչ թե քո։ Դու պետք է գնաս քո սեփական տեղը գտնես հասարակության մեջ, քո սկսես արդեն քո համար նորմալ վաստակ ունենալ, քո ծնողները միևնույնն է շարունակեն քո մեջ ներդրում անել քո կրթության համար կվճարեն, օգնեն քեզ քո առաջին բիզնեսը սկսել եւ այլն, ներդրում կանեն, բայց քեզ չեն պահել։ Դու արդեն հասուն մարդ ես, քո գլխի ճար դու պիտի տեսնես։ Քո ընթացիկ ծախսերը դու պիտի ծածկես, դա այդ պատճառով բոլորը այնտեղ ուսանողները, բոլորը անխտիր, անկախ նրանից թե որ ինչ հասույթով, ինչ եկամուտով ընտանիքից են գալիս։ Ուսանողներ միտեղ աշխատում են ու շատ վատ են ապրում։ Ասենք հարուստ ընտանիքի երեխա կա, վատ ապրում։ Ինքը վատ ապրում, որովհետև ծնողը չի ուզում իրեն փչացնի։ Չի ուզում իրեն սովորեցնի հեշտ կյանքի, որովհետև դրանից լավ բան չի իմանալու այդ երեխան։ Այդ տարիքում նորմալ է վատ ապրել։ Այդ տարիքում երեխեքը ծնողների հետ շատ կոնֆլիկտներ են ունենում այդ պատճառով, բայց հետո շնորհակալություն են ասում։ Հա, հետո շնորհակալ են լինում, որովհետև տեսնում են օրինակ իրանց, չգիտեմ, հարևան երեխեքը, որ տենց չեն արել ծնողները, ինչ են վերածվում։ Դիսկոմֆորտը շատ լավ բան է երեխայի համար։ Երիտասարդը պիտի լինի դիսկոմֆորտի մեջ։ Երիտասարդ եւ կոմֆորտ հասկացությունները իրար լրիվ հակասող հասկացություններ են։ Բայց մեր մոտ հակառակը, փողը տանք, լավ նայենք, փողը նայենք, լավ նայենք ու արդյունքում դու մեծացնում ես մեկին, ով պատրաստ չի դժվարությունների, ով պատրաստ չի ինքնուրույնության։ Ու ասում եք փողը կեղտա ձեռի։ Այո։ Բայց բան է կա մեր մոտ, ոնց որ տենց փող աշխատելուց ամաչենք։ Դա ինձ զարմացնում է։ Ես նկատել եմ շատերի մոտ։ Ամաչում որ ասեն, որ լավ գործ են արել, փող են աշխատել։ Ես մի լավ ընկեր ունեմ, հայտնի երգիչ է։
մանուկ չտամ, որ ոնց որ փորձենք այսպես անել։ Բայց շատ հայտնի երգիչ է։ Իր դուստրը այդ դպրոցն ավարտել։ Մի անգամ գնացի ռեստորան, նոր էր ավարտել, երևի առաջի կուրսից էր, թե երկրորդ կուրսից էր։ Մեկ մոտեցավ, բարև ձեզ։ Ունի այնտեղ աշխատում էր։ Հա։ Ես պատվիրեցի, բերեց, հետո հաշվի բեր։ Այդ աղջիկը խնդիր չունի, հայրը լավ վաստակում է։ Բայց ինքն իր համար որոշել է, որ չէ, ինքը արդեն կարող է իր սեփական վաստակ ունենալ եւ նաեւ ինձ բացատրեց, որ լիքը բան է սովորում տեղ աշխատելով։ Հա, իմ առաջ աշխատանքն է 18 տարեկան դեռ չէր լրացել, չէ, նոր է լրացել, որտեղ այս ժամանակ 18 տարեկանից որ լրացավ, արդեն իմ առաջի աշխատանքը օֆիցիալ եղել է մատուցողը։ Ես Մարիոտում 2006 թվականին մատուցող եմ աշխատում։ Ես այնքան ուրախ եմ, որ իմ առաջի աշխատանքը դա եղել, որտեղ ես նենց կոմունիկացիոն հմտություններ եմ ձեռք բերել այդ աշխատանքի ժամանակ, ու հատկապես տարբեր ազգերի հետ շփվելու, որ ես մինչև հիմա դրա համար շնորհակալ եմ։ Հա, ոդքասթը վատ։ Հա, մատուցող չլինի, ոդքասթ չլինի։ Կարող չլիներ։ Ինքը լիքը այդ որ ասում են soft skill, այդ է։ Ես էլ իրականում իմ առաջի աշխատանքը եղել է բարմեն։ Հա։ Մենք իմ ընկերոջս Դավիթը բար էինք բացել մեր բանում, հանրակացարանում Մոսկվայում, եւ գումար էինք վաստակում, լավ գումար էինք վաստակում։ Դրան զուգահեռ երկու տարբեր մեր ինստիտուտում որտեղ ես սովորում էի, երկու տարբեր աշխատակիցների համար ես համակարգչային ծառայություններ եմ անում, օգնում էի իրենց համակարգչներին տիրապետել, դրա դիմաց աշխատավարձ էի ստանում։ Ու ես իրականում սկսած 20 տարեկանից խորհրդային տարիներին ավելի շուտ մի քիչ դժվար էր դրանիշներ։ 20 տարեկանից արդեն վաստակ ունեի, իմ գլխի ճարը տեսնում էի։ Կաուչ շատ է կոփում։ Ես օրինակ բացի մի տարի աշխատելուց հետո արդեն գնացի բախտս բերեց IT կամպանիա ընդունվեցի, այդ APG Armenian Semi-ով որ Թումոն հիմնադրեց։ Ու նաև զուգահեռ հարևանների կոմպյուտերներն էի ֆորմատացնում 5000 դրամով։ Հա, ու պետք է հասկանանք, որ ամոթ չի աշխատանքի դիմաց գումար բանաներ ակնկալել։ Շատ բան է սովորում, գումար ես աշխատում։ Ու մենք պիտի նաև սովորենք, մենք մեծերով։ Հա։ Երբ որ մենք, ասենք, հարևան երեխայի մի բան խնդրում ենք, որ մեզ համար անի, ինքը գալիս անում, իրեն գումար տանք։ Ոչ թե ասենք, թե հարևան երեխան արել է երեխայի ինչի։ Հա։ Դա էլ է մշակույթ։ Ասենք, դա քիչ բան է։ Շատ երկրներում դա կա։ Ու դրանով մենք օգնում ենք երեխեքին, այդ նույն բանը, դա այդ եթե դու ուզում ես լավություն անես այդ երեխային, դա է լավությունը։ Եթե դու ուզում ես հարևանիդ երեխային վաղը քեզ շատ շնորհակալ լինի, անվերջ շնորհակալ լինի։ Կանոնը միշտ հիշի եւ ուրախանա, որ այդպեսի հարևան ունեցել։ Դու ոչ թե պետք է երեխայից օգտվես, ու իրան խնդրես մի բան ասես, տա բարիկ ջան շնորհակալություն, անասես, ես քեզ գումարը ու վերցրու, քո աշխատանքը գին ունի։ Որ ինքը գնահատի, որ իր աշխատանքը գին ունի, որ նա իրավունք ունի վաստակել, որ եւ այլն, որտեղ դրանից հետո նա կարող մտածի, հոպ։ Բայց կարող ծնողները գան, ասեն երեխան քեզ փոխտվի։ Դա վատ առումով։ Դա մշակույթի փոփոխության է պահանջում։ Բայց մենք պետք է այդ մշակույթին գանք։ Մենք պետք է գանք նրան, որ մենք երեխեքին սովորեցնենք, վերադառնալով հարցին, եթե մենք դպրոցներում սովորեցնենք, դրանով ոչինչ չի ստացվում, դա դպրոցը ամեն դեպքում շատ մեծ հնարավորություններ չունի այդ առ։ Դպրոցը չունի ազատ գումար, որ երեխեքին ինչ-որ բիզնեսով զբաղվի կամ չնայած օրինակ այդ դպրոցում մենք դա անում ենք։ Երեխեքը ավագ դպրոցում մեզ մոտ նախագծեր են անում եւ փող են բարթացնում այդ նախագծերի համար։ Իրենք են գտնում այդ գումարը։ Դպրոցը վերջին ֆինանսավորողն է շղթայում։ Իրենք սկզբից մեր բոլոր նախագծերի, բոլոր ծախսերի միայն 20%-ն է դպրոցը տալիս։ Հնասած երեխեքը գտնում են։ Ոչ թե իրենց ծնողների գրպանները, դա իրականում գտնում են, ինչ որ գնում են ընկերությունների, ֆանդրեյզ են անում, բան, բարեգործների բան, բարերարներին ու բերում են այդ գումարները։ Ու արդյունքում շատ հետաքրքիր պրոյեկտներ են ստացվում, որտեղ երբ որ դու ոչ թե ուղղակի գնում ես մեկի գրպանից ես վերցնում, այլ գնում ես սկսում ես խնդրել գումար քո գործի համար, դու մեկ էլ քո գործի մասին լիքը բան ես իմանում։ Դու հասկանում ես ինչ է մարդկանց պետք, ինչի դիմացին են պատրաստ գումար տալ։ Իրենք այդ բացի այդ գումարից քեզ լիքը խորհուրդներ են տալիս, որտեղ այդ մարդիկ սովորաբար որ իրենք եթե գումար ունեն, շատ նաև փորձ ունեն։ Դրանից լիքը բան է սովորում։ Մեր իրականում դրա շնորհիվ որ իրենք ֆոնդահայթայթնամբ են զբաղված, լիքը բան են հասկանում աշխարհի մասին, այն գործի մասին, որ իրենք փորձում են անել եւ այլն։ Ու արդյունքում շատ լավ պրոյեկտներ են անում, որտեղ իրենք իրական են դառնում։ Բայց դե հիմա մեր դպրոցը յուրահատուկ է մի քիչ այդ նման բան process-ը ցանկացած դպրոցում հեշտ չի լինի անել, բայց
հենց դրա համար մենք պետք է խոսենք նրա մասին, որ մենք մեծ ասակներով, նույն ծնողները պետք է պայմանավորվեն, որ եկեք հիմա մի քիչ մեր վերաբերմունքը երեխեքի նկատմամբ փոխենք։ Երեխան մարդ է։ Երեխան, այսինքն շունչի, կատուչի մարդ է, ու այդ մարդն էլ իրավունք ունի իր աշխատանքի դիմաց ակնկալել վարձատրություն, որպեսզի նաև ստանա անկախություն, գնահատի իր աշխատանքը, որակ ապահովի, սովորի։ Հիմա պատկերացնում եք, ասենք հարևան ասեց կոմպաս ինչ որ վիրուս արի մատ նայ էլի։ Այս երեխան ինչ պիտի անի, եթե ինքը գիտի, որ իրան պիտի վճարեն դրա համար։ Ինքը գնա փորփրի, մոտիվացված, որտեվ գիտի պատասխանատվությունը հանկարծ հետո որ մի բան չեղամնեց այդ փողը պիտի հետ տա, ամոթ է։ Դրի ուրիշ վիճակը, պատասխանատվությունը լրիվ ուրիշ մակարդակի վրա է լինում։ Ու դու երեխային որ հարցը գումարը տալի չէ, հարցը այն է, որ դու այդ երեխային սովորեցնում ես, իրականում սովորեցնում ես ինչ է պատասխանատվությունը, ինչ է վստահությունը, ինչպես կարելի վստահությունը կորցնել, եթե վատ աշխատես։ Հա։ Այդ երեխան հանկարծ եթե իր մոտ ինչ-որ բան չստացվի, գիշեր չի քնի դրանից հետո։ Լրիվ ուրիշ վիճակներում, այդ վիճակներով է որ մենք ունենում ենք լավ ստարտափերներ, լավ ղեկավարներ, լավ աշխատողներ։ Այդ ճանապարհը պետք է անցնի մարդ։ Մենք բոլորս ունեցել ենք անկուն գիշերներ, չհաջողված ինչ որ գործերի արդյունքում, չէ՞։ Թող երեխան է դա ունենա։ Ինչքան ավելի, որքան ավելի շուտ դա ունենա, այնքան ավելի ոնց որ նա ավելի պատրաստ կլինի կյանքին։ Հա։ Իսկ այդ փողի հանդեպ բացական տրամադրվածությունը որտեղից է գալիս քո կարծիքով։ Այս թվում է խորհրդային տարիներ։ Խորհրդայինից, չէ՞։ Խորհրդային տարիներին փողը ամոթ էր։ Որտեվ դե ընդհանուր գաղափարախոսությունը ասում էր, որ մենք գնում ենք դեպի կոմունիզմ, որտեղ փող չի լինելու։ Եվ հարստության փողի մասին խոսել ամոթ էր։ Ու մինչ այսօր միստվար զանգված մարդկանց, ովքեր դեռ այդ խորհրդային մտածողության մեջ են, ատում են բիզնեսմենների, որոնք հարուստ են։ Փոխարենը ուրախանան։ Ես ուրախանում եմ, ով կա Հայաստանում հարուստ մարդ, եթե այդ հարուստ մարդը չի դավաճանում սեփական երկրին եւ չի նվաստացնում իր համակարգացիներին, իր վարկագծով, ես համարում փառք է Հայաստանի համար այդ մարդուն ունենալը փառք, որտեղ այդ մարդը հարստացնում է երկիրը, իր հարստությունը նշանակում է երկրի հարստություն։ Քանի դեռ իր հարստությունը այս երկրում է, որքան ավելի մենք շատ փառք տանք այդպիսի մարդկանց, փառք ոչ թե բառից բուն իմաստով, այլ ուրախանանք որ այդպիսի մարդիկ կան, այնքան ավելի քիչ արտահոսք կլինի կապիտալի երկրից։ Որ այսօր ահագին բարձր։ Այն երկրները, որոնք առավել քիչ են սիրում բիզնեսմեններին, ունենում են առավել արտահոսք կապիտալի, որտեղ միջավայրը տոքսիկ է դառնում։ Մարդը չի մտածում այստեղ իր բիզնեսը ընդլայնելու շարունակելու մասին, որտեղ գիտի, որ եթե հասարակության մեջ չի արժևորվում կապիտալը, ապա նաև պետությունը այդ երկրում այդ կապիտալը հեշտությամբ իր ձեռքից կարող վերցնել։ Բայց մյուս կողմից է տենց շատերը շատ վառ են ցույց տալի իրենց հարստությունը։ Դա մենք արդեն դրա մասին խոսեցինք։ Ռոյս-Ռոյսների շքերթակ։ Երեխեք են ինքնահաստատման խնդիր ունեն։ Փոքր ժամանակ հավանաբար իրաց ծեծել են։ Չգիտեմ, կոմպլեքսներ են։ Դա բացատ կոմպլեքսներ են, այդ Bentley-ները, Rolls-Royce-ները, կոմպլեքսներ են, մարդիկ կոմպլեքսավորված են։ Հիմա իրան դա ես որ նայում եմ, դա ծիծաղում եմ իհարկե, որովհետև ես հասկանում եմ, ես մի քիչ հոգեբանություն գիտեմ, մարդկանց գիտեմ դա ինչից է։ Հա։ Բայց դե իրանք դա չեն գիտակցում, դեռ իրանք դեռ այն վիճակում պետք ինքնահաստատվեն։ Իրանք անընդհատ ամեն օր ինքնահաստատման խնդիր ունեն, որտեղ երևի ներքին կասկածներ ունեն սեփական կարողությունների մասին, սեփական անձի մասին, անընդհատ փնտրտուքի մեջ են, բան հանգիստ չեն։ Ու նման մարդուն անընդհատ պետք է ապացուցի շրջապատին, որ ես տեսեք, ես ինչպեսին եմ, ես կարող եմ։ Նորմալ մարդիկ նման խնդիր չունեն։ Իսկ քո մոտ եղել է կետ, որ հասկացել ես, որ արդեն այնքան գումար ունես, որ ապահոված ես ու դա ինչ-որ մի բան փոխել է քո վարկագծի մեջ, թե չէ։ Փոխել է դեպի վատը, հա։ Ու դա է պատճառը, ինչու ես բոլոր գումարները ներդրեցի։ Ես հիմա ազատ գումար շատ քիչ ունեմ։ Ու դա գիտակցված որոշում է։ Հա, շատ է։ Ես եք ինձ երկուսը որոշել ենք, որ մենք չպետք է ունենանք ազատ գումար, որովհետև դա փչացնում է։ Այդ վստահությունը, հանգստություն երբեք չի բերում։ Որքան ավելի քիչ են վտանգները կյանքում, այնքան փոքր վտանգները ավելի մեծ են երևում։ Հա։ Երբ որ դու ապահով ես, դու շատ անապահով ես։ Որտեղ այդ փրշտոցը քեզ համար ահավոր վտանգ արդեն դառնում։ Ու դա հայտնի խնդիր է։ Ու դա է պատճառը, ինչու ասենք ավելի բարեկեցիկ երկրներում ստրեսի մակարդակները, հոգեբանների մոտ գնալը, ինքնասպանությունները շատ ավելի շատ են, քան ավելի քիչ բարեկեցիկ երկրներում։
Ասենք մարդականակի հաշվով, ասենք շատ ավելի քիչ բարեկեցիկ երկրներում ինքնասպանությունների քանակը շատ ավելի քիչ է, քան ասենք Ֆինլանդիան կամ Նորվեգիան, որ շատ բարեկեցիկ երկրներ կամ Գերմանիա։ Հա։ Ուզում ասեմ, մարդիկ սկսում են վախենալ փոքր բաներից։ Դա մարդկային հոգեբանության առանձնահատկություն է, շատ ադապտիվ է։ Ու այդ պատճառով խելացի մարդիկ անընդհատ ռիսկերի են ենթարկվում։ Հա։ Արշավներ են գնում, սար են բարձրանում, դահոկ են քշում, այսին տարբեր տեսակի ակտիվություններով են զբաղվում, ինչ որ ռիսկային գործարքների մեջ են մտնում բան, որպեսզի հանգիստ լինեն։ Որտեղ երբ որ դու բարձր ռիսկերի դաշտում ես, քեզ փոքր բաները այլևս չեն վախեցնում։ Ու շատ քիչ բաներ կամ քեզ վախեցնում են։ Դու շատ ավելի հանգիստ ես ապրում։ Սովորում ես չվախենալ։ Ամենալավ, ամենաերանելի կյանքը իրականում զինվորի կյանքն է։ Ու քեզ ասում, ով բանակում ծառայել է, դա գիտի, դու գիտես, որ քեզ կավաղը սպանեն, բայց հենց այդ պահը, որ դա է հիմնական ռիսկը, մնացած բոլոր ռիսկերը այնքան է նվազում, առողջության մասին չես մտածում, հազար բան դադարում ես մտածել։ Ավելի հանգիստ ես ապրում ինչ-որ, հետաքրքիր բան ունի մարդ։ Այդ մարդկային հոգեբանության առանձնահատկությունն է, այդպեսին է։ Ու այդ առումով մենք պետք է մեզ սովորեցնենք բարձ բանի, որ որքան ավելի քիչ ռիսկի ես գնում, այնքան ավելի ռիսկային է քո կյանքը։ Ու դա իրականում եւ սուբյեկտիվ է եւ օբյեկտիվ է։ Հա։ Այն սև կարապի պատմությունն է, եթե դու անընդհատ ռիսկերից խուսափում ես, դու ամենամեծ ռիսկի տակ ես գտնում այդ բանը։ Հա։ Դա հստակ, բայց նաեւ քո սուբյեկտիվ ընկալումը դառնում է այդպեսին, որ քեզ փոքր բաներ սկսում են վախեցնել։ Ասեք լույսը անջատվում է, մարում է, որովհետեւ ինչ հայտնի է, չէ՞, ժամանակին Նորվեգիայի մասին են կարծեմ, որ մի օր մի ամբողջ օրով լույսը անջատվել էր, դրանից 9 ամիս հետո լիք երեխեք էին ծնվել։ Մարդիկ ստրեսների մեջ էին։ Ես որ տարօրինակ վարքագիծ է։ Սկսել եմ մտածել վախենալ կյանքի ապագայից, բանից, բոլորը մարդիկ խոստանում են, ծանր ստրես են ապրել, որտեղ այնքան բարեկեցիկ կյանք է, մարդիկ այնքան են սովորել ամեն ինչ կա։ Որ մի փոքր բան, մեզ համար շատ սովորական 90-ականների մեզ մոտ ահավոր էր, օրերով լույս չկա։ Հա։ Ու այն ժամանակ հետաքրքրում մարդիկ ավելի հանգիստ էին ապրում։ Բայց հիմա էլ օրինակ որ պատմեցի մի հատ հետաքրքիր բան մտքիս եկա, որ մեկ-մեկ այդ payment սիստեմաները որ չի աշխատում, սովորաբար բողոքում են ամենաշատ 9-ից 6 աշխատող մարդիկ, որոնք ավելի հանգիստ են, քան օրինակ պետք է ավելի հանգիստ լինեն, քան օրինակ այն բիզնեսմենը, որ սա իր կարողությունը ռիսկի տակ է ու տենց չես տենալի, որ ինքը կմտնի Facebook-ում կգրի, ես ինչա 2 ժամ չէր աշխատում։ Մեր հոգեբանությունը, այդ նույնն է, ինչ որ մեր լույսը, որ աչքերը որ սովորում են մթին, լույսից այրվում են կամ հակառակը սովորում են լույսի մթա մեջ ոչ բան չի տեսնում։ Մեր ամբողջ համակարգը հոգեբանական, մեր նեյրոնային համակարգը ինքը ադապտիվ է։ Մենք սովորում ենք իրավիճակին եւ դրանից ենք չափում ամեն բան։ Եթե քո սովորած իրավիճակը ռիսկերի մեջ լինելն է, դժվար գործերի, անընդհատ անորոշության բան, դու շատ երջանիկ կյանքով ես ապրում։ Հանգիստ ես անընդհատ։ Ավելի հանգիստ ես։ Ավելի հանգիստ ես։ Քան եթե դու սկսում ես խուսափել ռիսկերից, փորձում ես քո կյանքը ապահով ապրել, ասում ես բանկում հաշիվ ունենամ մեծ, որ հանգիստ լինեմ։ Միանգամից սկսում են անհանգստություններ։ Բայց բանը որ սխալ չհասկանան, մեկ այդ բանը անվտանգության բարձիկը պետքա գոնե ունենալ։ Ես խոսում եմ սուբյեկտիվ բան մասին։ Հիմա պրագմատիկի մասին խոսենք, իհարկե պետք է ունենալ։ Իհարկե, որովհետև օբյեկտիվ կան վտանգներ, ու մենք պետք է դա գիտակցենք, ու ես եթե ասում եմ, որ պետք է չխուսափել ռիսկերից կամ խելամիտ ռիսկերի մեջ, բայց չլինել բացարձակ խուսափողական, ես չեմ ասում, որ պետք է լինել հիմար եւ գնալ հիմար ռիսկերի։ Պետք է սթափ լինել եւ հասկանալ, որ ռիսկեր կան եւ դրանք իրապես գնահատել։ Ասածս նաեւ այն, որ հետաքրքիր կերպով, երբ որ մենք փորձում ենք շատ հանգիստ կյանքով ապրել, մենք սկսում ենք փախնել կյանքից։ Փախնել ազատությունից, դա էսկապիզմ է կոչվում, որ սկսում ես խուսափել մտածելու ինչ որ բաների մասին։ Եվ նաև դու սկսում ես խուսափել մտածելու ապագա վտանգների մասին։ Դու ուզում ես անդադ դրա մասին չմտածես։ Ինչ որ բաներով զբաղեցնես ուղեղդ, որ ինքը չմտածի։ Ու դրա պատճառով չես պրագմատիկ որոշումներ չես կայացնում դրանց։ Ուտեղը գալիս է նաև կախվածությունները։ Այո, սկսած Instagram, TikTok եւ այլն վերջացրած ալկոհոլ եւ թմրադեղեր։ Բոլորը այդ նույն աղբյուրից են գալիս, երբ որ դու ուզում ես հանգիստ ապրես։ Դու չես ուզում անհանգստություն։ Իրականում մարդու համար անհանգիստ լինելը ցանկալի բան է։
դրա պատճառով մենք շատ ավելի շատ սիրում ենք վատ նորություններ, քան լավ նորություններ։ Մեզ պետք է անհանգիստ լինել։ Դա մեր ուղիղ անդադ քեզ թելադրում է, որ հանգստությունը վտանգավոր է, որտեղ վտանգներ կան։ Եթե դու հանգիստ ես, շարքման դու չես տեսնում վտանգները։ Ինքը քեզ անդադ արթնացնում է, բայց մենք անդադ ուղիղ քննացնում ենք, ասում ենք, բանտեղ մի դեր, հեսա մի երկու հատ խմեմ, հանգստանում։ Դա շատ վտանգավոր է։ Այս օրինակ ժամանակին գիտակցեցի, որ ես շատ եմ սիրում անհանգստանալ։ Ես շատ եմ սիրում ունենալ սթափ ուղեղ, որ ամեն ինչ տեսնում է օբյեկտիվ։ Հա, ոչինչ ծանր այնում, օրալնում, ասենք, դες լուրջ բանի մեջ եմ լինում, ստրեսի մեջ եմ լինում, ասենք, ասենց նստում եմ ու չգիտեմ ինչ անեմ։ Մեջս ամեն ինչ հանգած է։ Բայց ես դա ավելի շատ եմ սիրում, քան վիճակ, երբ որ դու ներքուս զգում ես, որ վիճակը այն չի։ Բայց անդադ դրանից խուսափում ես, ուզում ես դրա մասին չմտածես, որովհետև դրա վերջը միշտ ավելի վատ է։ Ու փախնում ես քո պոտենցիալից, իսկ մարդ երբ որ ինքը իր պոտենցիալից փախնում է, երբեք չի կարող երջանիկ ապրել։ Իհարկե։ Հակառակը մենք պետքա այդ պահին ուրախանանք ու մտածենք, օքեյ, սա իմ ամենացածր կետն է։ Դիմացա, հաղթարեցի, ուրեմն մնացած արդեն վերելքն է։ Մենք պետքա սիրենք այդ ցածր կետերը, մենք պետք է սիրենք վիճակները, որ մեզ վատ է։ Որտեղ եթե վատ չի լինում, լավ չի լինում։ Լինում է միջակայություն, մոխրագույն։ Կյանքը կոնտրաստների վրա է, կյանքը լավի ու վատի կոնտրաստների մեջ է։ Ու ինչքան ավելի լինում են այդ կոնտրաստները, քան կյանքը ավելի հետաքրքիր է։ Ես չեմ ասում, ասենք պետքա ուրախանալ պատերազմներից, բայց ես ասում եմ, որ պետքա չխուսափել դժվար բաներ անելուց եւ չխուսափել դրա պատճառով լացելուց, տառապելուց, զգալուց, որ վատ է վիճակը։ Երջանկությունը դա այն վիճակը չէ, որ քեզ միևնույն է։ Դա ամենավատ վիճակն է, որ քեզ միևնույն է։ Երջանկության վիճակն է, դու ամեն ինչ զգում ես ու կարողանում ես զգալ։ Դու կարողանում ես զգալ եւ մեծ ուրախություն եւ մեծ դժբախտություն։ Դու կարողանում ես եւ լացել եւ ծիծաղել։ Այդ է երջանկությունն է։ Լացել ծիծաղելն է երջանկությունը, ոչ թե միշտ այսպես տխուր դեմքով Facebook-ի մեջ կամ կիսաքնած աչքերով։ Դա հաստատ մահ է, դա արդեն հեշտ լավ վիճակ չէ։ Իսկ այսօրվա իրականությունում այն մարդիկ, որ ուզում են օրինակ իրենց կարողությունը մեծացնեն, ավելի շատ գումար աշխատեն, ինչ խորհուրդ կտաս, ինչին ուշադրություն դարձնեն։ Կան մի քանի գործիքներ, որոնք մասին մարդիկ չգիտեն։ Առաջինը կայուն ներդրման գործիքներ, որոնք շատ վստահելի են, որտեղ եթե դու ներդրում ես անում, դու մեծ հավանականությամբ ոչինչ չես կորցնի։ Պետական արժեթղթեր, մեծ ընկերությունների, որոնք արտատոմսեր, ակցիաներ, դրանք լավ գործիքներ են։ Շատ հաճախ մարդիկ ոնց որ ամենապարզ բանն են անում, բանկում ուղղակի ավանդ են դնում, բայց դա ամենալավ լուծումը չի, որտեղ այդ նույն բանկերը, այդ նույն գումարները հետո վերցնում են, ներդնում են այդ նույն պարտատոմսերի մեջ, եւ հետո գումար են վաստակում, մի մասն ձեզ են տալի, բայց մեծ մասը իրենց են պահում։ Ուզում ասեմ, այդտեղ ռեալ պոտենցիալի կորուստի բան կա, նաև հետաքրքիր է, որտեղ դու մեկ է կյանքը դառնում է շատ հետաքրքիր, այսօր բարձրացավ, թե իջավ այդ բանը։ Բայց իհարկե պետք է խելամիտ բաշխել։ Ամեն բանը մի արկղի մեջ չդնել, բաշխել եւ ունենալ տարբեր տեղերում։ Գումար անգամ եթե շատ մեծ գումար չունեք, էլի կարելի է շատ խելամիտ բաշխել եւ ասենք եթե անգամ ավանդ եք դնում, ոչ թե մի բանկում դրեք ամբողջ ավանդը, մի քանի բանկերում հատվածներում։ Չնայած Հայաստանում բանկային համակարգի այնպես է, եթե մի բանկը քանդվեց, բոլորը քանդվեց։ Դա պետք է շատ փոխկապակցված է, բայց դե գոնե զուտ տեսականորեն այդպես ավելի հանգիստ է։ Եվ կարծում եմ, որ պետքա նաև մտածել, թե դու երբ որ դու շատ տարիքով մարդ ես լինելու, որն է լինելու քո վաստակի միջոցը։ Միշտ դրա մասին պետք է մտածել։ Մենք հայերս ապագայի մասին մտածել առանձնակի չենք սիրում։ Դա լուրջ խնդիր է։ Դա այն խնդիրն է, ինչու Հայաստանը չի կայանում, ինչու ընտանիքներ են քանդվում, ինչու երեխաների կրթությունը բավարար լավը չի Հայաստանում։ Մենք լիքը խնդիր ունենք, որը կարծես այդ նույն աղբյուրից, որ մենք ապագան չենք տեսնում։ Մենք չենք կարողանում հաշտվել ազգովի, որովհետև չենք տեսնում ընդհանուր ապագան։ Հա։ Որտեղ միայն ապագայի շուրջ կարելի է միավորվել ընդհանուր անցյալի շուրջ միավորվել վտանգավոր։ Անցյալը։ Հիմա այդ նույն խնդիրը մենք ունենք այստեղ, մարդիկ չեն պատկերացնում, իրենք անգամ երկար են ապրել։ Հայաստանում հիմա միջին կյանքի երկարությունը տղամարդկանց պարագայում 70, արդեն 9 մոտ է, կանանց 80 քանիսը։ Մենք արդեն բավականին շատ ենք ապրում միջինում։ Իսկ դա շարքում է, որ առողջ մարդով
ես իմ լուրջ նախադրյալներ չունի վաղ մահին, ասենք ինչ որ գենետիկ հիվանդությունների բան կամ պետք է ենթադրի, որ երկար է ապրելու։ Հիմա այդ տարիները, որ դու արդեն քեզ դժվար կլինի մեծ գումար վաստակել, կամ չես ուզենա, կամ չնայած ես օրինակ նախատեսել եմ մինչև կյանքի վերջ աշխատելու եմ, բայց չգիտեմ ինչ կլինի։ Մարդիկ նայ մտածեն, որն ալիները իրենց վաստակի միջոցը կյանքի ուշ տարիներին, ուտեղ էլի տարբերակներ կան, այնպես չէ որ մի տարբերակ է, էլի ու շատ կարևոր է այդ բոլոր տարբերակներին վրա ուշադրություն դարձնել։ Կարելի ունենալ այդ բարձիկը, որը հետո կդառնա ինչ որ տենց հիմնական գումարը, որի տոկոսները քեզ կտան ամսական վաստակ եկամուտ։ Կարելի է ունենալ լիքը ծորեր եւ թորներ։ Դա վատներ չի։ Հա, կարելի է շատ կարևոր է մասնակցել տարբեր համայնքներին։ Ակտիվ լինել, որպեսզի դու ունենաս մեծ քանակությամբ ընկերներ եւ շրջապատ մարդկանցից, ովքեր ոչ թե պատական են հայտնվել քո կյանքում, այլ ընդհանուր գաղափարների շուրջ են, դու ես իրենց ընտրել։ Դու արել ես, երբ որ դու լավ բան ես անում, քո շուրջ հավաքվում են լավ մարդիկ։ Լրիվ համաձայն եմ։ Ու այդ լավ մարդկանց շնորհիվ դու հետո կունենաս հնարավորություն շատ հարցեր լուծել, երբ որ դու ինքդ անձամբ արդեն չես կարողանա ինքդ քո համար ապահովել անհրաժեշտ կյանքի որակ։ Այդ մարդկանց արկայությունը քո կյանքում լիք հարց քո համար կլուծի։ Մասնավոր ամենամեծ կապիտալը իրականում իհարկե մարդիկ է, դա թիվ 1 կապիտալն է։ Մարդիկ, ովքեր քեզ կարևորում են, քեզ սիրում են։ Դա քո ընտանիքն է, ու այդ պատճառով շատ անիմաստ է ընտանիք քանդել եմ։ Հակառակը պետք է ընտանիքը պահել եւ զարգացնել, ու հնարավորինս պետք է շատ երեխա ունենալ։ Որտեւ երեխաները դրանք քո հավերժ սպոնսորներն են։ Քո հավերժ բայարներն են։ Եթե դու միջև 50 տարեկան չես պահում։ Այո։ Եվ որքան ավելի վաղ իրենք սկսեն, ու հայկական իրականության մեջ դա նաև մշակութային հանգամանք է։ Մենք անդադ մտածում ենք նրա մասին, որ մենք մեր կյանքի երիտասարդ տարիները վատնելու ենք, եթե շատ երեխա ունենանք, բայց մեր կյանքի երիտասարդ տարիները մեր կյանքի միայն մի մասն են։ Ու ասեմ նաև, որ միևնույնն է, ով երեխա ունի, համաձայնի ինձ հետ, որ դա երանություն է։ Ես հիմա դա ասում եմ նաև երիտասարդներին, ովքեր սովորել են ինչ որ եվրոպական եւ ամերիկյան մտածողություններից, որ երեխան խնդիր է։ Որտեղ իրականում այնտեղ դա խնդիր է։ Շատ երկրներում, ասենք նույն Գերմանիայում երեխան իրապես խնդիր է, որտեղ շատ թանկ է երեխա ունենալ։ Հայաստանում դեռ այդպես չի։ Հայաստանում երեխաները դեռ բավականին խելամիտ ծախս է։ Եվ քանի դեռ դա այդպես է, այդպես վարակվել այդ միջազգային բաներով, շոշոկներով եւ չզբաղվել այդ հարցով մի քիչ անիմաստ է։ Բայց հիմա մենք այդ խնդիրը շատ սուր Հայաստանում։ Մարդիկ չեն մտածում դրա մասին։ Իսկ դա իրական քո ապագայի ապահովման հիմնական միջոցներից մեկն է։ Վերջի հարցը։ Որ որոշումն է քեզ ամենաշատ գումար բերել, return on investment կամ պրոյեկտը։ Դե իրականում ժամանակին 93 թվականի ձմռանը իմ ընկերը Յան Դավիթը ինձ զանգեց եւ ասաց՝ «Արի մի ամսով Մոսկվա, մի շտաբ գործ կա»։ Ում ասում եմ, ոնց որ այդ գործը լավ անող չեմ գտնում, երևի դու ես, որ կարող ես լավ անել։ Ու ես այդ ժամանակ այդ պահին ունեի 2 ամսական երեխա, նոր ստեղծված ընտանիք եւ այլն, ու եկել էի Հայաստան այստեղ ապրելու համար, չնայած բոլոր դժվարությունների։ Բայց ասացի լավ, մի ամսով կարելի է։ Ռիսկի գնաց։ Հա։ Շատ մեծ դժվարությամբ գտանք Տոմս օթանավի, այդ օթանավը շատ մեծ դժվարությամբ հասավ միներալնի ոդի, որտեղ այն ժամանակ բենզին չկար օթանավերի համար կերասին։ Ու այնտեղ գնացքով գնացի հասա Մոսկվա։ Եվ դրանից հետո ես դրանից 4 տարի հետո արդեն կարգվեցի այդ ընկերության բաժնետերերից մեկը եւ մինչ այսօր էլ եթե ես վերցնեմ իմ այսպես պայմանական կապիտալը, որն ամենամեծ դրա չափաբաժինը, այդ AB ընկերության չափաբաժինն է, որից նաեւ այդ կապիտալի վաճառքից ես ունեցա բավարար գումար, որպեսզի կարողանամ ներդրվեմ հայկական վենչուրների մեջ, կարողանամ իրագործեմ բարեգործություն անեմ IB համար եւ այլն։ Բայց ես միշտ էի կրկին ես ձգտել եմ անել այնպես, որ այդ գումարները, որոնք ես ստացել եմ հեշտությամբ, որոնք եղել են հեշտ պայմանական հեշտությամբ, իհարկե ես մեծ ջանք եմ գործադրել IB կայացման մեջ, բայց
որպես այդ գումարները չծախսեմ ու չայրեմ իմ սեփական կյանքի մեջ որպես ընթացիկ ծախսեր։ Ես միշտ փորձեմ իրենց նորից ներդնեմ, որ իրենք էլի օգուտ բերեն այլ մարդկանց եւ զարգացնեն տնտեսությունը։ Եվ եթե մի օր վերադառնան, ինչին ես շատ չեմ հավատում, շատ սթափ եմ ամեն ինչ։ Դե ստարտափներում ներդրումը շատ ռիսկային։ Հա, ինքը ռիսկային ամեն դեպքում։ Եթե վերադառնան, շատ կուրախանամ ու միանգամից կներդնեմ։ Չեմ Արամջան, շատ շնորհակալություն, որ բաց խոսացրի այդ ամեն ինչի մասին։ Ինձ թվում է այդ ամեն ինչը շատ կարևոր է, որ մենք սկսենք փողից ճիշտ վարվենք ու չվախենանք փողից։ Ամենակարևորը։ Այո, Շնորհակալ եմ։ շնորհակալ եմ։